Մենք գտնվում ենք Մոսկվայում, Նավադիևիչի հայտնի գերեզմանոցում։ Ասեմ, սա այնպիսի մի վայր է, որ անընդհատ ուզում ես գալ։ Մի քանի օր առաջ այստեղ ես հասկացա, որ դեռ շատ բան կա տեսնելու եւ այնպիսի մեծ հետաքրքրություն առաջացա, որ ես մի քանի օր անվերջ ուսումնասիրում եմ, փորձում եմ հասկանալ, ծանոթանալ։ Շատ հետաքրքիր պատմություն ունի, փաստորեն այս հիմնվել է մոտավորապես 500 տարի առաջ, Վասիլի 3-ի ժամանակաշրջանում, Մենաստան է այնտեղ կառուցել, հրաշալի կոթողներ, միանձնուհիներ են հիմնականում այստեղ մնացել եւ շուրջը տարիների ընթացքում ձևավորվել է մեծ գերեզմանատուն, զորավարներ, հրամանատարներ, արքայական ընտանիքի անդամներ, երևելիներ թաղված են եղել, ինչ որ մի պահից որոշել են, որ այլևս պետք է թույլ չտալ, որ այնտեղ լինի եւ հետագայում արդեն Փարիզ է կանգնեցել եւ այստեղ ձևավորվել է նոր գերեզման։ Այս գերեզմանը նորից, այսպես ասած, սկսել է գերեզմանների առումով դժվար է ասել ապրել, բայց ինչ որ իմաստով այդպես կարելի է ասել Ստալինի կնոջ Ալելույևայի մահից հետո Ստալինը որոշում է, որ իր կինը պետք է թաղվի այստեղ։ Ես կարծում եմ մենք անպայման հիմա կգտնենք, կմոտենանք այնտեղ եւ շատ հետաքրքիր պատմություններ կա։ Փորձեմ ես դա ներկայացնել։ Չգիտեմ, այսպիսի բան կա, լեգենդի պես ասում են, որ ինքը ասել է, որ եթե այնտեղ այսպես են թագուհիներն էլ, իմ թագուհին էլ պետք է անպայման թաղված լինի այստեղ։ Հիմա մենք հերթով կանցնենք եւ փորձեմ ներկայացնել, հույսով, որ մենք նորից ու նորից կվերադառնանք այստեղ։ Եվ մի կարևոր բան եմ ուզում առանձնացնել։ Նախ այստեղ շրջելուց հասկանում ես, որ ռուժ ժողովրդի մոտ հատուկ վերաբերմունք կա իրենց անցյալի նկատմամբ, իրենց մեծերի նկատմամբ։ Եթե դուք տեսնեք, թե հիմնականում ինչ խնամված են այս գերեզմանները եւ ինչպես են իրենց հարգում իրենց հիշատակը, մեծ մասամբ տեսնում ես թարմ նոր ծաղիկներ, այսինքն եւ Գոգոլի գերեզմանի մոտ իմիջիալով սա երրորդ գերեզմանն է, որ ես այցելում եմ, նույն բանը նկատելի է նաեւ այն մյուս գերեզմաններում, որ նրանք, ովքեր որ իրենց վերել են մեծ ուրախություն, մեծ հաղթանակներ, մեծ իրադարձություններ, այնպես որ այդ հարգանքն ու մեծարանքը կա, պահպանվում է եւ դա խոսում է նաեւ ռուժ ժողովրդի մեծ լինելու մասին։